Ուրեմն ժողովուրդ ես կան տեսանյութերից կանոնանայեցի, որ Նիկոլին թքել մերել է բանը, բայց այս ձևի հեշպեգը ձկայվ չտվավ, մի լսեք նայեք, իմ տեխնիկա ավար է էլի, ամեն ինչը այբները կսե Նիկոլի թեմքին ու հետ է ամեղավար կսե, ես չեմ մեղադրել, ուղղակի հարցնեմ գել, մի հատ լսեք, հետո շարունակենք։ Կպետք խնդրեմ մաքսիմալ համառություն։ Երկու շատ կարճ ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, առաջի հարցս 8 տարին բավարար չէ, որ այս երկրից ու էդի չափազանցություն չի բարեր էլի, որ այս երկրից այսքան էս թալանալող մարդիկ ու ամբողջ հանրապետությունը գիտի, որ իրանք թալան են արել, իրավական չեմ ասում փողոցային ձևով, աճի ենթարկվեին ու կոպիտ ասած մեր փողերը հետ գար մեր բյուջե ու մենք որոշենք այդ փողերը ոնց են ծախսում։ Կներեք այս ուսախ հանրապետությունը գիտի, որ մեր պետությունը ես դրան ձեզ չեմ մեղադրում, Խոչարյանի սերվիս ծելի իշխան ուժ ունի ավտոյ առնում, օրինակ, մեկ էլ երկրորդ հարցս, այսի շատ նեղ հարց է, ներքին գործերի նախարարը ուժայինները, այսօր այս քաղաքի ես ես լուրջ եմ ասում, ստա եթե մեկը չհամաձայնվի, կարամ իրան ապացուցեմ, որ ինքը սխալ է, մարդկանց լարվածություն, ընտանիքի խնդիրներ ու լիքը խնդիրներ, գիտեք ինչից է կախված, երկիրը վխտում է նարկոտիկի մեջ, ես չեմ մեղադրում ձեզ դրա հարցում, բայց արդյոք հնարավոր չի մի հատ ժոստկի ռուսերեն պետք ասեմ, տեսեք, եթե ընտանիքում մի հատ նարկոման կա, այս ամբողջ ընտանիքը ուրեմն քանդելով։ Հեսա պատասխանում։ Առաջինը նախ իրավական process-ները ձեր ասած բոլոր ուղղություններով գնում են, բայց դուք խոսեցիք բյուջեի մասին, ես ուզում եմ մի հատ թիվ ասեմ, ու այդ թիվը վկայում է ձեր ասածի մասին։ 2017 թվականի համեմատ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 135%-ով աճել են։ Այսինքն մի տրիլիոնից ավել աճել են։ Այդ փողը որտեղից։ Այդ փողը որտեղից։ Այդ մի ուղղություն։ Երկրորդը, այսօր տասնյակ գույքեր վերադարձվում են պետությանը։ Իմ Facebook-յան էջում, որ գրածում են հատիկ առ հատիկ, մեկ մարդիկ բան են անում, ասում են, «Էս ի՞նչ է գրած 3 միլիոնի կամ 4 միլիոն»։ Բա հատիկ, որ ես ասել եմ հատիկ առ հատիկ, ամեն ինչը վերադարձվելու է, հատիկ վերադարձում է։ Եվ ավելի շատ իրավական process-ներ ընթացքի մեջ են։ Մարտի 1-ի գործը ընթացքի մեջ է, այն ընթացքի մեջ է։ Մի դուք կարաք ասեք դատավարությունները ինչ են ձգվում, այո, դա մեր խնդիրներից մեկն է, որ մեր դատական Ասում ձեզ չեմ մեղադրում, եթե ինչ է, լսեք, եթե մեղադրեք էլ, ես մեղադրանքը մասամբ ընդունեմ։ Ես ընեն չի, որ դուք պարտավորեք ինձ չմեղադրել, որովհետև դա իմ պատասխանատվությունն է նաև, բայց իմ պատասխանատվությունն է նաև, որ կառավարության միջամտությունը եւ ներգործությունը եւ ընդհանրապես դատական համակարգի հարաբերությունները չլինեն այնպիսին, որ հնարավոր որոշումների արդարությունը դրվի կասկածի